Հունիսի 1-ի մանուկների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Նինոց Մինդայի մշակույթի և հուշարձանների պահպանության բաժնի պետ Էգինե Լոմաշվիլիի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիպում մունիցիպալիտետի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների հետ։ Փոքրիկները եկել էին իրենց խնամակալների և տատիկների հետ։ Հանդիպմանը ներկա էին սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, երեխաների պաշտպանության գծով բաժնի պետ Էդգար Ստամբոլցյանը։ Կա երեխաներ, որոնք բռնության տակ, կա երեխաներ ուղղակի բռնության դաժանության կողմից երեխաները մնում են առանց ծնողների։ Մեզ համար շատ ցավալի է, որ երեխաները կմեծանան առանց իրենց կենսաբան բնական ծնողների, ովքեր իհարկե մեծ ուրախությամբ են եկանում բերել, որպեսզի զբաղվեին, մեծացնեին, մեծ հույս ունեին, մեծ երազանքներ են կապել, բայց փառք Աստծո կան երեխաները կողքին դուք եք, իրենց հարազատները, ու հոգ տան, ճիշտ է, մեկ շատ դեպքում ոչ ոք չի կարող փոխանել երեխայի համար ծնողին, բայց մենք հուսով ենք, որ իրենց բռնակից մոտիկ բարեկամները միշտ իրենց կողքին են և մեր քաղաքապետարանը և մեր սակրապոլոն միշտ այս երեխաներին ուշադրության երկրորդ։ Մենք ունենք բավականին ծրագրեր, բավականին և պետական կողմից և մեր մունիցիպալիտետի, որպեսզի երեխաները ինչ-որ կերպ թեթևացնեն ձեր հոգսերը, որ երեխաները կարողանան հասնել իրենց երիտասարդությանն, իրենց հասունությանը։ Հունիսի 1-ին արդիվ մենք գիտենք, որ երեխաները ամենաապահովված մեր խավն են, քանի որ ծնողների և պետության և քաղաքների և ընտանիքների և դպրոցների յուրաքանչյուրի կողմից նրանք ունեն հատուկ հսկողություն և հատուկ դաստիարակություն, բայց կան երեխաներ, որոնք իսկապես կարիք ունեն գոնե մեկ անգամ ավել օգնության, քանի որ յուրաքանչյուր փոքրիկ մի դետալ նրանց կյանքում իրենց կդարձնի ավելի երջանիկ և ավելի ուրախ։ Եվ այսօր մենք հավաքել ենք 20-21-23 թվականների ծնված, 24 թվականների ծնված այն երեխաներ, ովքեր իրենց դեռ չհաստատված կյանքում արդեն ունեն կորուստներ, նրանց ծնողներից որևէ մեկը արդեն չկա, և մեր քաղաքապետարանը և ավականին որոշեց այսպես երեխաներին հավաքել հենց հունիսի 1-ից հետո, որպեսզի իմանանք, թե իսկապես ինչի կարիք ունեն, ինչով կարող է քաղաքապետարանը և Սակրեբելոն օգնել այս երեխաներին, և մենք այսօր լսեցինք նրանց խնամակալների առաջարկները, խնամակալների բողոքը, խնամակալները, թե ինչպես կարելի է ավելի անել, որպեսզի երեխաները չզգան այն կարիքը, որ բնությունը իրենց ցավոք սրտի տվել է։ Եվ այսօր մենք հանդիպելով այսպիսի խնամակալների հետ եկանք իմի, որ իսկապես այս երեխաները ինչ-որ տեղ կան հարցեր, որպեսզի և միջամտի քաղաքապետարան և կարողանա այդ հարցերը լուծել, և մենք ուրախ կլինենք, որ հենց այս երեխաներին պետք է այսպես օգնությունը և մեր երկխոսության ընթացքում պարզվեց հարցերը, որոնք կարող են իսկապես լուծել։ Երբ վերջում էլ երեխաներն իհարկե նվերներով, հուշարձաններով ուրախացրեցինք, մի քիչ խաղալիքներով, քաղցրավենիքով, և իսկապես և նրանց ուրախություն պատճեց, և մեզ, որ մենք կարողացանք երեխաներին ինչ-որ ձև ուրախացնել հենց այս հունիսի 1-յան տոների առթիվ։ Հանդիպման ընթացքում ծնողազուրկ երեխաների տատիկներ և խնամակալները խոսեցին այն դժվարությունների մասին, որոնց հետ առնչվում են առօրյայում։ Երեխաների պաշտպանության գծով բաժնի պետ Էդգար Ստամբոլցյանը իրազեկեց տվյալ կարգավիճակ ունեցող անչափահաս երեխաների իրավունքների և նրանց վերաբերող արտոնությունների մասին։ Ծնողազուրկ երեխության համար սոցիալական ծրագրում նախատեսված է 150 լարի չափով գումար։ Բացի դրանից, ովքեր 120,000 ռեյտինգային բարի չի երազանցել այդ ընտանիքների, ու ովքեր մինչև 16 տարեկան երեխա ունի, կա այդ ընտանիքի մեջ 200 լարի ամեն ամիս պետության կողմից, եթե բարերը չի երազանցել 120,000։ Առաջի հերթին շնորհավորում եմ երեխաների պաշտպանության օրը, թող երեխաները անհոգ, առողջ մեծանան, միշտ ոչ մի ամբ,
չգորագլխներ, ոչ մի կարագոց, ոչ մի ձայն, խաղաղ եւ բան, ինչ ասած կաբուտ երկնքի տակ մեծանան։ Ու շնորհակալական խոսքս կուղղեմ մեր քաղաքապետարանին մեզի համար ուշադրություն դարձնելու համար, թող երկարատև լինի նրանց աշխատանք, առողջ, միշտ այսպիսի կարգավիճակում ապրենք խաղաղ եւ լավ բարեվիճակ կարգով, չգիտեմ։ Ես գոհ եմ իմ կողմից շնորհակալություն, մեծ շնորհակալություն եմ հայտնում երեխաներու եւ ձեր օգնության Մենք այսօր միջուց երեխաներն հայրեն ենք ուղղակի այդպես հարցնենք թե ինչի կարիք է ինչ կա ու ուղղակի այսօր երեխաների կանոնից մենք ես ներել ենք այդարը որ երեխաները գոնե մի քիչ ուրախանան իրենց գալուց իրականություն ամեն ինչ աշխատությունից է համար եւ մեզ մոդելը պարտադիր իրենց իրականություն Յուրաքանչյուր երեխա անկախ իր սոցիալական կարգավիճակից ունի կյանքի կրթության իրավունքներ։ Հանդիպման ավարտի մշակույթի եւ հուշարձանների պահպանության բաժնի կողմից երեխաները ստացան նվերներ խաղալիքի եւ քաղցրավենիքի տեսքով։